Ընդամենը մի քանի 100 դրամով պատրաստում ենք պահքային ամենահամեղ օգտակար աղցանը։ Եթե սիրում եք թթվաշ, քաղցր և աղի համադրությունը, ապա այս աղցանը հենց այն է, ինչ փնտրում եք։ Բազուկը հարուստ է երկաթով, ֆոլաթթվով և վիտամին C-ով։ Եթե ցանկանում եք բնական ձևով բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը, բազուկը պետք է համադրել վիտամին C պարունակող մթերքների հետ, օրինակ կիտրոն կամ նարինջ, ինչը մենք այսօր միասին կանենք։ Վիտամինները պահպանելու համար բազուկը լվանալուց հետո փաթաթում ենք փայլաթիթեղի կամ յուղաթղթի մեջ և դնում ենք ջեռոց, մոտ 40 րոպե։ Թողնում ենք հովանա, հեռացնում ենք կեղևը և գաթայի համար նախատեսված դանակով այսպես զիգզագաձև կտրում ենք։ Ստացվում է բյուջետային, վիտամիններով հարուստ շատ համեղ աղցան, որը մեկ անգամ պատրաստելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ։ Մանր կտրատում ենք կանաչ սոխ և մի փոքր փունջ համեմ։ Աղցանի համար պետք է պատրաստենք համեղ թացան։ Թացանը շատ լավ կպչում է զիգզագաձև կտրվածքով կտորներին և յուրաքանչյուր պատառ պարզապես վայելում ենք։ Սոխը և կանաչին ավելացնում ենք բազուկի վրա, իսկ հիմա պատրաստենք թացանը, որով պետք է ցողենք աղցանը։ Մեզ անհրաժեշտ է կես կիտրոնի հյութ, քամում ենք, վրան ավելացնում ենք մի փոքր սև պղպեղ, աղ և բուսայուղ։ Թանձրուկը աղցանին մի փոքր թթվաշ յուրահատուկ համ կհաղորդի։ Սիրելիներս, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք գրեթե 1000-ին հասնող շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք աղցանի վրա։ Այս բաղադրատոմսի մեջ սխտոր չենք օգտագործում, նախընտրելի է վերցնել կանաչ սոխ, որպեսզի ստանանք շատ համեղ համային երանգ։ Մի լավ խառնելուց հետո թողնում ենք մոտ 10-15 րոպե, որպեսզի համերը միախառնվեն և մատուցում ենք։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ բազուկով պատրաստվող շատ համեղ օգտակար, միևնույն ժամանակ մատչելի աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։